Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում ով քնած է Արթուն Կացեք, հետո չասեք թե մենք քնած օրդ բարին եկավ գնաց առաջարկում եմ առավոտը սկսել ինձ հետ միասին առաջիկա 1 ժամը լինել լավ ու բարձր տրամադրությամբ փոխանցել միմյանց դրական էներգիա, իսկ դրական էներգիա փոխանցելու համար լավագույն միջոցը լավ երաժշտություն լսելն ու վայելելն է։ Այս բան հատուկ տեսահոլովակ, հատուկ Դե ինչ վերադարձանք տաղավար եւ եթերն այսօր լինելու է երաժշտական հրաշալի նորություններն եմ ձեզ հայտնելու Մոսկվայում կայացած Большая сцена միջազգային երաժշտական մրցույթում դիզակարտ մշակութային կենտրոնի սան Արման Հայրյանը նոր հաջողություն է գրանցել զբաղեցնելով 13-ից 15 տարեկան խմբի լավագույն եռյակի երկրորդ հորիզոնականը այս կապակցությամբ մենք այսօր ունենք հրաշալի հյուրեր մինչ հյուրերին ողջունել առաջարկում եմ Արմանի կատարումներից մեկը լսենք վայելենք ու նոր ներկայացնեմ նրանց Ով է աշխարհի բարիքները միշտ առնում ով է ծնվում որ միշտ լիանա ով է կյանքում այս հույս տեսնում երջանիկ է նա հարգավ շատ բախտավոր է նա և նրան է փառքը հույսը Քեզ համար բարիք չկա Քեզ այս աշխարհն է միշտ հալածել Ջանքն է դարձել սովորական Կյանքն է մուտախ, կյանքն է ձեր Քեզ միշտ անջելու Բայց ինչու երբեք չանկար Հավատացիր կգամ լավորել Եվ հավատով աշխարհ եկար Դու գիտես որ լույսն է մոտ Եվ չի լինի գիշեր Բարիքները միշտ առնում Ով է ծնվում որ միշտ լիանա Բախտավորին եմ այդ հայտնում Մեզ համար է լույս կգա Մոտ է գալիս է նա Հայաստանը պիտե և համար է հույսը Դե ինչ վայելեցինք կատարումը, իսկ այս բան ներկայացնեմ իմ հյուրերին, դիզակարտ մշակութային կենտրոնի ուսուցիչ Անուշ Ստեփանյանն է մեր հյուրը, բարի առավոտ։ Ինչպես նաև կենտրոնի սան երգիչ Արման Հայրյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ոնց է տրամադրությունը։ Շատ լավ։ Լավ։ Ես էլ եմ շատ ուրախ, որ այսօր իմ տաղավարում եք եւ խոսելու ենք այս հաջողության մասին, Անուշ ջան, բայց մինչ անցնել է մրցույթին եւ Արմանի հաջողություններին, կուզենայի առհասարակ պատմեք, քանի տարի է որ այստեղ եք, երբ վանից եք դիզակարտում, ինչպիսի գործունեություն եք ծավալել։
Շատ լավ, 2021 թվականից արդեն ստեղծվել է Դիզակարտ կենտրոնը եւ այս 5 տարիների ընթացքում մենք հասցրել ենք բավականին մեծ հաջողություններ գրավել եւ Արմանը հենց այդ առաջին աշակերտներից էր, ով այսօր արդեն ունի այդքան հաջողություններ եւ ոչ միայն նա, մեր առաջին աշակերտները այսօր ունեն նմանատիպ շատ այլ հաջողություններ, ընդունվել են տարբեր երաժշտական քոլեջներ, գեղարվեստի քոլեջներ, առաջին իսկ տարիներից մենք մասնակցել ենք տարբեր մրցույթների եւ հանրապետական եւ միջազգային մրցույթների, որտեղ որ գրավել ենք միշտ առաջնային տեղեր։ Կարևոր հորիզոնականներ։ Այո։ Եվ Արման ջան, երևի հարցս քեզ ուղղեմ, ինչպես ստացվեց, որ որոշեցիր մասնակցել գլավնայ սցենային, բալշայ սցենային։ Դե իրականում ես մասնակցում էի Երազանքի բեմ նախագծին եւ հիմա էլ մասնակցում եմ։ Եվ Երազանքի բեմ նախագիծը ինձ տվեց շատ հայտնիություն, հեռուստատեսային հայտնիություն եւ իմ նմքի տպակատարումը տեսնելով Բալշայ սցենայի կազմակերպիչները ինձ հրավիրեցին, որպեսզի ես գնամ եւ մասնակցեմ նրանց մրցույթին եւ ես սիրով գնացի։ Վախ կար, հուզմունք կար։ Դե իհարկե կար հուզմունք, կար վախ, այնտեղ շատ մասնակիցներ կային այլ երկրներից, նաև իզից մեծ մասնակիցներ կային 15 տարեկան, եւ նրանք արդեն հասուն ձայն ունեին, իսկ իմը մուտացիայում էր, դրա համար մի քիչ վախ կար, բայց երբ բարձրացա բեմ եւ սկսեցի առաջին օտաները երգել եւ տեսա հանդիսատեսին, որոնք ինձ նայում էին սիրով, արդեն այդ վախը անցավ։ Հրաժարի, կպատմեք ինչպես եք երգերի ընտրությունը կատարել ու կային կանոնակարգ, որին պետք էր հետևել։ Առաջին իսկ տարիներից մենք որ սկսեցինք մեր աշխատանքը հիմնականում Դիզակարտում դնում էինք արցախյան երգերի կատարումներ, որպեսզի պահենք եւ պահպանենք մեր մշակույթը եւ լեզուն, բայց հասկացանք, որ դրա հետ մեկտեղ կարելի է եւ ուշադրություն դարձնել այո միջազգային երգերին եւ այդպես սկսվեց նրանց առաջին ուսումնասիրությունները այդ երգերի վերաբերյալ։ Իհարկե միշտ հետևում էինք մրցույթների պահանջված կանոններին, պահանջված երգերին եւ ընտրում էինք այնպիսի երգեր, որոնք որ համապատասխանեն եւ մրցույթների բոլոր կանոններին եւ ինչպես նաեւ համապատասխանի հենց Արմանի տեսակին, ոճին եւ ձայնային տվյալներին։ Շատ բարի, Արմանի, ինչ երգերով ներկայացար։ Ներկայացան նմքի տպա երգը, նմքի տպայով եւ Տամնետ Մինյան։ Տամնետ Մինյա։ Առաջարկում եմ այս պահին վայելենք Տամնետ Մինյա կատարումը ու վերադառնանք։ Птица белая в тоске, где птица белая в тоске кружит у пенистой воды. Я только там, где звук дрожит у губ желанной пристани, и где глаза твои стрижи, и где глаза твои стрижи скользят по небу пристально. Там нет меня, где пароход ночи надрыв добра гудел, где понимаю небосвод, где понимаю небосвод, что без тебя осиротел. Я только там,
Հրաշալի զգացմունքային ու յուրահատուկ Արման, երկրորդ հորիզոնականում ես, ինչ ապրումներ ունես, ինչ զգացիր այդ պահին։ Իրականում, երբ հայտարարեցին, որ երկրորդ հորիզոնականում եմ, չէի հավատում, քանի որ շատ մասնակիցներ կային, ինձ թվում էր, թե Մրցակցությունը մեծ է։ Մրցակցությունը մեծ էր, այո, շատ մեծ էր մրցակցությունը, բայց երբ երկրորդ հորիզոնականին արժանացա, շատ ուրախացա, քանի որ ինձ համար պատիվ էր։ Այո, պատիվ էր, քանի որ 15 տարեկանների հետ մրցել եւ գրավել երկրորդ հորիզոնական, Այսինքն դու փոքրն էիր իրեն շատ այո, ամենափոքրն էի։ Հրաշալի։ Մի քիչ կպատմեք դիզակարտի գործունեության մասին, ինչով եք հիմա զբաղված, կան ներկայացումներ, նաև երաժշտական, հա։ Դիզակարտ մշակութային կենտրոնը տալիս է մշակութային կրթություն, մենք ունենք երգի, ազգային երգի եւ բարի դասարաններ, թատերական դասարան, որտեղ որ մեր ներկայացումները կատարվում են հենց արցախյան բարբառով եւ ունենք մեծ հաջողություն գրաված մի շարք ներկայացումներ, որոնցից են Արապաստիպեն կնին, ես շուռ եմ տալիս աշխարհը եւ նույնիսկ ուրախությամբ ուզում եմ նշել, որ մենք շուտով կունենանք ֆիլմ։ Վաու։ Այո, այդպես մեր երեխաները գրանցում են մեծ հաջողություններ այս փոքր տարիքում, այո։ Մի քիչ Արմանի մասին կուզենայինք խոսել, առհասարակ ինչպիսի աշակերտ է, բարդ է իր հետ աշխատել, թե ոչ, կամակորություններ շատ ունի։ Ես Արմանին շատ փոքր տարիքից եմ այսպես ճանաչում։ Մենք մի բեմում երգել ենք շատ փոքր տարիքում, երբ ինքը փոքր էր, 5 տարեկան, ես արդեն մի 16-17 այդպես մի բեմում ելույթ ենք ունեցել եւ երբեք չէի մտածի, որ ճակատագիրը կբերի այն ուղղի վրա, որ ես կլինեմ նրա ուսուցչուհին։ Կարող եմ ասել, որ հպարտ եմ Արմանով, ուզում եմ նշել, որ ինքը շատ աշխատասեր, դա նրա ամենամեծ այսպես պլյուսն է, հա, իր մեջ շատ աշխատասեր է եւ երբեք ոչ մի բարդությունից չի վախենում եւ չի եղել այնպիսի մի դեպք, որ ես Արմանին ասեմ Ես երգն եմ հարմար գտնում, որ դու երգես ու ինքը ինձ ասի, գիտեք ընկերանուշ, դժվար է, վախենում եմ կամ չեմ կարող։ Մենք ինչն էլ որ դժվար է եղել, միասին հաղթահարել ենք միշտ եւ հենց դրա արդյունքն է, որ այսօր Արմանը երգում է տարբեր ոճերում եւ ամեն ոճի մեջ ինքը յուրահատուկ է, թե ժողովրդական, թե միջազգային հիթերում, դա ապացուցում է իր ելույթների շնորհիվ եւ իր գրանցած հաջողությունների շնորհիվ ուզում եմ ասել, որ շատ հպարտ եմ, որ Արմանի ուսուցիչն եմ։ Հրաշալի։ Արման ջան, դու բացի այն, որ երգում ես, նաեւ խաղում ես ներկայացումների մեջ, այ որն է քեզ ավելի հոգեհարազատ, ինչ ես ուզում դառնալ։ Դե ես ուզում եմ դառնալ երգիչ եւ դերասան։ Ահա։ Ներկայացումներում խաղում եմ 10 տարեկանից, Արապաստիպեն կինոյում եմ խաղում։ Ահա ես շուռ եմ տալիս աշխարհը եւ նաեւ Ես երկի պետական թատրոնում այսպես ասած պատիվ ունեմ խաղալ Դավիթը եւ կախարդական Մայրզյանը այդպես ներկայացումում գլխավոր դեր նաեւ խաղացել եմ Ամանորյան ներկայացումներում երկի պետական թատրոնում եւ շարունակում եմ իմ գործունեությունը Շատ բարի, ես չեմ կարող հիմա քեզ եթերից բաց թողնել առանց որևէ կատարման, մի փոքր ակապելա այս պահին Իրիկնակը դուսա եկա Տանը սիրան լուսա եկա Սոմին կորեք վեր բարանի Գիդա սրտես հույսա եկա Հորա հապան մատաղ Ապունդալուն կուջիր հոտաղ Հորա Չեմ կարող բացատրել, ես փշաքաղվեցի հենց այս պահին եթերում, վստահաբար մեր հեռուստադիտողը նույնպես իրականում հրաշալի եք, շնորհակալություն ձեզ, որ այս առավոտ եկաք իմ տաղավար, եւ որպես վերջաբան կուզենայի հենց Արցախի բարբառով ողջունես մեր հեռուստադիտողին, նաեւ այն երեխաներին, ովքեր նոր են իրենց քայլերը անում ու քո խորհրդով կամ քո տեսակով ոգևորես նրանց։ Մեր բարբառով։ Այո։ Ո կամերային։
Այնտեղ։ Մեջտեղ, Այնտեղ։ այնտեղ։ Դե հունց ասի, միշտ առաջ քեցիկ։ Շո։ Դա ինչ ասեի։ Լավ, իրականում ինչ խորհուրդ կտաս այն երեխաներին, ովքեր հիմա հետևում են քեզ ու տեսնում են քո գրանցած հաջողությունները։ Ո՞րն է բանաձևը, բանալին ըստ քեզ։ Խորտ կտամ նրանց միշտ առաջ շարժվել, չնայել եթե ինչ որ անհաջողություն է լինում, միշտ այսպես ասած չկոտրվել, այլ գնալ առաջ եւ միշտ պետք է շատ աշխատասեր լինել, որպեսզի հասնել նպատակին։ Ո՞վ է քեզ օգնում ու ողջևորում, ով է միշտ քո կողքին կամ իր խորհուրդներով քեզ ուշ տալիս։ Իմ ուսուցչուհիները, Անուշ Ստեփանյանը, ընկեր Անուշը, Սրփուին, ընկեր Սրփուին, եւ նաեւ Գոհար Ալեքսանյանը, Գորա Սերգեյevna։ Իսկ այնպես ընտանիքում ինձ ողջևորում է մայրս, հայրս, տատիկներս եւ փոքր եղբայրս։ Շատ բարի, ուրեմն ջերմագին բարևներ ուղարկենք նաև ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնենք, որ ունեն տաղանդավոր զավակ, ով հաջողություններ է գրանցում նաև Հայաստանի սահմաններից դուրս, ինձ մնում է միայն քեզ հաջողություն մաղթել, երբեք չկորցնես այն ուժը ու աշխատասիրությունը, որ կա քո ներսում, որովհետև դու ունես ամեն ինչ հասնելու հաջողության։ Ձեզ անչափ շնորհակալ եմ, որ այս առավոտ եկաք մեր տաղավար, ձեր աշակերտի հետ միասին եւ այս հրաշալի նորությամբ կարողացանք կիսվել հեռուստատիտողի հետ։ Նորանոր հաջողություններ ենք մաղթում ու երբ գրանցեք անշուշտ մեր եթերը կտրամադրենք լուսաբանելու մասին։ Եվ իհարկե հետաքրքիր է առաջիկայում ինչ ծրագրեր կան, գուցե մրցույթներ, որոնց պատրաստվում եք մասնակցել։ Այո, կուզեմ սիրով տեղեկացնել, որ մենք հենց վաղը մեկնում ենք Բերլին, որպեսզի այնտեղ մասնակցենք միջազգային Բերլին Պերլա մրցույթ փառատոնին, որը համարվում է Եվրոպայի ամենաբարձր այսպես մրցույթներից մեկը եւ այնտեղ Արմանը նույնպես ելույթ կունենա որպես սոլիստ եւ մեր կենտրոնի եւս 3 աշակերտ տրիոյով հանդես կգան։ Հուսով ենք, որ այնտեղից էլ բարձր միավորներով կգանք եւ պատվով կասենք, որ հաղթել ենք։ Ես ավելի քան վստահ եմ, որ ամեն ինչ հաջող է անցնելու Արման ջան, քեզ հաջողություններ, ուժ, չլարվես, չհուզվես, միշտ առաջ կսպասենք Գերմանիայից, որ վերադառնաք լավ նորություններով ու լուսաբանենք այս մասին։ Սիրով, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Դե ինչ այսպիսին էր այսօրվա եթերը, սիրելիներս, ուշադիր եղեք ձեր երեխաներին, բացահայտեք նրանց մեջ տաղանդ, տարեք տարբեր խմբակների, որպեսզի հասկանաք որն է իրենց իրապես սրտի ուզած ուղղությունը եւ աշխատեք, որովհետեւ հենց երեխաներն են մեր ապագան եւ շատ լավ կլինի, որ յուրաքանչյուրն իր ուղին գտնի վաղ տարիքից եւ դառնա իրապես ազգին պիտանի զավակ ու մասնակետ։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, օրդ բարին այսպիսին էր այսօր, մնացեք բարով։